այո, բազմաթիվ ընդդիմախոսներ մեզ մեղադրում են, թե մեր քթի տակ պատերազմ է Նիկոլ Փաշինյանը ուրախ ավտոբուսով գնացել է մարզեր այցելությունների։ Նախ ես ուզում եմ ասել, որ դա վաղուց պլանավորված ծրագիր էր եւ մենք դրա մասին հայտնել ենք դեռևս հունվար ամսվա սկզբին, երբ որ խոսում էինք, թե մենք ինչ ծրագրեր ունենք եւ ինչպես ենք առաջ գնալու։ Երկրորդ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության ջանքերը, եթե չլիներ մեր կողմից որդեգրված արտաքին քաղաքականության բալանսավորված մոտեցումը, որի հիմքում ընկած է, որ մենք չունենք թշնամական հարաբերություններ որևէ երկրների հետ, մենք փորձում ենք բարեկամական հարաբերությունների պրիզմայով դիտարկել բոլոր երկրները եւ մենք առաջնորդվում ենք ոչ թե տարբեր երկրների հետ ունեցած շահերի բախման մոդելով, այս մոդելը ունենք մեր աչքի առաջ, այլ մենք փորձում ենք հասկանալ, թե տարբեր պետությունների հետ ինչպիսի շահերի համընկնում կունենանք եւ դրանից ենք բխեցնում մեր արտաքին քաղաքականությունը։ Սա է պատճառը, որ այսօր ցավալիորեն մերձավոր արևելքում, այո, գրեթե բոլոր պետությունները ինչ որ չափով ներքաշված են այս գործողությունների մեջ, բայց Հայաստանում խաղաղ հանգիստ է եւ եթե չլիներ այս քաղաքականությունը, ոչ թե ինչպես մեր ընդդիմադիրներն են ձևակերպում իրենց քթի տակ կլներ պատերազմը, այլ իրենց աչքի առջև։ Այդ ժամանակ ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի մեղադրանքներ կհնչեին այսօրվա իշխանության եւ այսօրվա կառավարության ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք խոսում ենք, որ մենք ենք խաղաղություն բերող քաղաքական ուժը, երբ որ մենք խոսում ենք, որ չի կարելի թրիփը դիտարկել միայն տնտեսական ծիրի ներքո, երբ որ մենք խոսում ենք, որ ժողովրդավարությունը անվտանգային համակարգի ուղիղ մաս է կազմում, երբ որ մենք խոսում ենք, որ շատ կարևոր է թրիփը, որպեսզի անպայման իրագործվի, որովհետև դա եկել եւ դարել է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի մաս, այս սրա մասին ենք խոսում։